Իմիջիալոց զբոսաշրջիկը որոշում կայացնելիս ինքը կես ժամում որոշում չի կայացնում։ Որոշում կայացնելու համար իրան պետք է որոշակի ժամանակ։ Այդ որոշակի ժամանակը իմ կարծիքով արտահայտվել են նաև հետևյալ կերպ, երբ որ մարտի վերջին Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտելու մասին, արդեն մայիսին զբոսաշրջության թվերի վրա դա արտահայտվեց։ Եվ բնականաբար օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովը իր հերթին լրացուցիչ խթան դարձավ եւ արդեն օգոստոսից հետո զբոսաշրջային հոսքերի վրա արտահայտվեց եւ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել եւս մի հանգամանքի վրա, որ էլի այո սխալվելու եւ ձախողումների ճանապարհով մենք հանրային մեծ միջոցառումներ, բարձրորակ միջոցառումներ կազմակերպելու կարողություն ենք ձեռք բերել։ Էդ էլ պարզ բառ չէ, որովհետև այս ընթացքում մենք եղել են դեպքեր, երբ որ փորձել ենք պատշաճ որակի լավ միջոցառումներ կազմակերպել եւ միշտ չի, որ դա ստացվել է, բայց հիմա ես արձանագրում եմ, որ մենք մասշտաբային հանրային միջոցառումներ բարձրորակ կազմակերպելու հնարավորություն ունենք եւ ես համոզված եմ, որ այդ միջոցառումների մասին հոլովակները, ռիլերը, որոնք հիմա շատ լայն տարածում են գտնում, Հայաստանի որպես զբոսաշրջային ուղղություն դերը եւ գրավչությունը էականորեն մեծացնում են եւ սրանք գործոններ են, որոնց մասին մենք անպայման պետք է խոսենք։ Զբոսաշրջության ռազմավարությունը քննարկված է եւ քննարկել ենք աշխատանքային տարբեր ձևաչափերով եւ ես կարծում եմ, որ այո, դա նույնպես ուղենշային մի փաստաթուղթ է, որով մենք պետք է առաջնորդենք եւ իհարկե այդ փաստաթուղթը փոխկապակցված է մնացած մեր ուղղությունների հետ, որի մասին մենք խոսեցինք։ Եթե զբոսաշրջության կոմիտեի նախագահը որ բան ունի ավելացնելու, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, մեկ տարվա աշխատանքի արդյունքում միջազգային գործընկերների հետ, միջազգային խորհրդատուների եւ տեղի մասնագետների հետ ձեր ուշադրությանը ներկայացրեցինք հաջորդող 5 տարիների ռազմավարությունը։ Շատ ճիշտ նկատեցիք, զբոսաշրջիկը որոշ մեկ կայացնում հատուկ մի քանի աստիճանական այսպես քայլեր անելուց հետո եւ այդ քայլերի ուղղությամբ մենք հետեւողական աշխատանք տարանք նախորդող 2 տարիների ընթացքում եւ հաջորդող 5 տարիների ընթացքում ներդնելով ենթակառուցվածքների զարգացման Հայաստանը որպես գրավիչ եւ մատչելի ավիացիոն ուղղություն եւ ինչպես նաեւ անվտանգ եւ գողտրիկ ուղղություն դիրքավորելով կարողանանք հասնել մեր դրված առնվազն 3 միլիոն զբոսաշրջիկ թիրախային թվին։ Շնորհակալություն եմ հայտնում ռազմավարական փաստաթղթի քննարկման ժամանակ ձեր ներկայացրած առաջարկների հիման վրա, շնորհակալություն փոխվարչապետերին նրանց գրասենյակների կողմից առաջարկած առաջարկներին, որոնք ներառվել են ռազմավարական փաստաթղթում եւ ինչպես նշեց նախարար Պապոյանը, այս փաստաթուղթը առնչվում է գրեթե բոլոր գործընկեր նախարարություններին եւ ակնկալում ենք ակտիվ համագործակցություն հաջորդող 5 տարիների ընթացքում։ Շնորհակալություն։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Պարոն նախարարը նշեց հիմնականում ներգնա զբոսաշրջության թվերի մասին, ես ուզում եմ մեկ ուրիշ կարևոր հարցի մասին խոսել, որը ներքին զբոսաշրջության պոտենցիալն է, եւ պարզ է, որ մենք առավել հստակ վիճակագրություն ունենք ներգնա զբոսաշրջության վերաբերյալ, որովհետեւ դա առավելապես սահմանահատումների հիման վրա վարվող վիճակագրություն է, բայց ես վստահ եմ, որ եթե մի քիչ ունենանք այնպիսի հաշվառում, որ մեր ներքին զբոսաշրջային վիճակագրությանն է վերաբերում, կարող ենք արձանագրել, որ այս տարիների ընթացքում շատ էական շրջադարձ է տեղի ունեցել նաև այդ ուղղությամբ։ Եւ դուք այսօր նշեցիք, պարոն վարչապետ, ձեր խոսքում, որ վերջին 8 տարիների ընթացքում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը $9500 չափ դառնալով Հայաստանում 2025 թվականի արդյունքներով մոտավորապես 2.4 անգամ ավելին է, քան 2017 թվականներ, սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մարդկանց եկամուտները ավելանում են, որքանով մարդկանց եկամուտները ավելանում են, այնքան զբոսաշրջությունը նաև ներքին դառնում է ավելի հետաքրքիր հանգստի անցկացման ձև,
Եվ սա նույնպես մի պոտենցիալ է, որը մենք պետք է առաջիկայում լրջորեն եւ խրախուսենք եւ նաեւ դիտարկենք մեր բոլոր որոշումներում։ Կարծում եմ, որ պարոն Պապյանը իհարկե ժամանակի սղության պատճառով չանդրադարձավ այդ հարցին, բայց մենք առաջիկայում այդ հարցերին ավելի շատ ուշադրություն հրավիրելով պետք է կարողանանք իրացնել այդ պոտենցիալը։ Մենք այսօր կարող ենք Հայաստանում բազմաթիվ ուղղություններ նշել, որոնք որ առավելապես զարգանում են նաև ենթակառուցվածքի տեսանկյունից հենց ներքին զբոսաշրջային հոսքերի շնորհիվ։ Արդեն Դիլիջանում գաղտնիք չի, որ տարվա ընթացքում երևի շատ քիչ օրեր են, ոչ թե ամիսներ են, երբ որ հնարավոր է ազատ հյուրատուն գտնել կամ Ենոքավանում կամ Գորիսը դարձել է այնպիսի ուղղություն, եւ եթե մենք այդ միջավայրն ենք դիտարկում, այնտեղ հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին է դա տեղի ունենում եւ ոչ թե ներգենա, ես կարծում եմ, որ մենք սա էլ է մի ուղղություն, որ պետք է առավել մեծ ուշադրության կենտրոնում պահելով իրացնենք այդ պոտենցիալը։ Այո, պարոն Խաչատրյան, շատ ճիշտ է դիտարկում է, այստեղ ես անձամբ գոնե կամ մեր ընտանիքի անդամները այս տարի մի քանի դեպքով առնչվել են հյուրանոցի համար գտնելու խնդրի հետ եւ դա իրողություն է նախորդ օրն էլ ջերմուկում ենք եւ ես մի քանի անգամ հարցրեցի եւ հավաստիացա, որ իսկապես ամանորին օրերին գոնե հունվարի 3-ի դրությամբ ջերմուկում ազատ հյուրանոցային համարներ չեն եղել եւ այդ զարգացումը շատ էական եւ կարեւոր է, բայց նաեւ ճիշտը պետք է ասենք, որ մարդիկ բարձրացնում են հետեւյալ հարցերը, որ շատ դեպքերում օրինակ գնալ որևէ այլ երկիր, հանգստանալ, վերադառնալ ավելի էժան է, քան Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, այս դեպքում ես ենթադրում եմ նաև առաջարկ պահանջարկի գործոնը դեր ունի եւ երբ որ հյուրանոցային կարողությունները մեծանան, գուցե նաև շուկան որոշակի կարգավորումներ կբերի եւ սա էլ ուղղությունն է, որի շուրջ մենք քննարկել ենք, որ մտածենք, թե արդյոք ինչ որ բան ունի, որտեղ դա փաստ չի։ Բայց դա թեմա է, որը մենք պետք է վերլուծենք եւ գուցե որոշակի հետեւությունների հանգենք։